Բարև ձեզ, հարգելի հեռուստադիտողներ, հետևորդներ, 168 ժամի YouTube-յան էջում երկու ճակատ ոդքասթի 82-րդ թողարկումն է։ Էդգար Ղազարյանը եւ ես, Դավիթ Սարգսյանը, շարունակում ենք ամփոփել եւ վերլուծել շաբաթական լրահոսը։ Դա անում ենք մեր գործընկեր Pantera Security-ի մասնավոր պահնորդական ընկերության աջակցությամբ, որը շարունակում է ձեզ տրամադրել անվտանգության եւ պահնորդական բարձրակարգ ծառայություններ, ինչպես իրական ժամանակում եւ տարածության մեջ, այնպես էլ հեռավար, ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության բոլոր 10 մարզերում։ Լինի դա ուղեկցման, փոստի անվտանգության, կենտրոնացված տեսահասկման, VIP թիկնապահների տրամադրման, թե այլ ծառայությունների տեսքով վստահեք մեր այս տասնամյակների փորձառություն ունեցող գործընկերոջը, որին վստահվել է Հայաստան ժամանած հարյուրավոր բարձրաստիճան հյուրերի, հայտնի անձանց, շոու բիզնեսի ներկայացուցիչների, պետական բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգության ապահովումը։ Առավել մանրամասն տվյալների համար կարող եք այցելել Pantera.am կայք կամ զանգահարել 53 78 50 քաղաքային հեռախոսահամարով։ Իհարկե, այս շաբաթ բոլորիս մտքերը, հույզերը եւ տեղեկատվության հոսքը պտտվում է Գյումրիում եւ Փարաքարում, բայց նախ եւ առաջ Գյումրիում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության օրվա, դրան հաջորդած իրադարձությունների զարմանալի լռության շուրջ, որ պահվում է հատկապես Գյումրիում եւ ընդհանուր առմամբ զգուշավոր լավատեսությամբ ես, դու եւ մեր պայքարի հազարավոր այլ ընկերներ իհարկե դեռևս վերջնական արդյունքները չունենալով, ֆիքսում ենք, որ ընդդիմությունը առնվազն դեռևս չի ձախողել Գյումրիում իշխանություն վերցնելու փորձը։ Փարաքարում հաջողել է, ընդ որում Փարաքարում հաջողել է առաջին փուլով միանգամից շատ մեծ հաջողությամբ, շատերը նույնիսկ չէին կարող պատկերացնել, որ Արմավիրի մարզի այս կարևորագույն եւ խոշոր համայնքը քաղաքացիական պայմանագիր կոչվող իշխող հանցախումբը կարող է այսքան հեշտությամբ կորցնել, բայց դա արեց եւ ապրելու երկիր կուսակցության տեխնացու Վալոդիա Գրիգորյանը միանձնյա իր ավականու անդամներով այնտեղ կձևավորի իշխանություն, փաստացի արդեն ձևավորումը, ինչի կապակցությամբ շնորհավորում ենք եւ հույս հայտնում, որ էապես կփոխվի եւ կառավարման ոճը եւ ընդհանուր առմամբ այն մթնոլորտը, որ առաջացել էր Արմավիրի մարզում, այս համայնքում եւ Հայաստանի Հանրապետությունում առհասարակ։ Բայց իհարկե բոլորիս ուշադրությունը այս օրերին, այս ժամերին գանված է Գյումրու ուղղությամբ։ Այն պահին, երբ մենք տեսագրում ենք մեր ոդքասթի 82-րդ էպիզոդը, այն անձը, որի վրա սևեռված են բոլորի աչքերը եւ ականջները, արդեն 6-րդ օրն է, դեռևս հայտարարություն չի արել, թե ինչպես է իրեն պահելու ապրիլի 16-ին կայանալի լռելու հին մշակույթ ունի, արդեն առաջին նիստին 2021 թվականից պարլամենտում է եւ ոչ մի բառ չի խոսել, հենց որ իր լռությունը շատ օրինաչափ է, հենց որ շատ նորմալ է, որ ինքը չի խոսում, կարծիք չի հայտնում, բայց հիմա քանի որ նախորդ անգամները կնայև կարար որոշում չկայացներ, այս անգամ պետք է որոշում կայացնի եւ որոշման մեջ ինձ համար գիտես ինչն է կարեւոր, թե ինքը կմնա падգամավոր, թե դառնա ավականու անդամ, որովհետեւ դրանից կախված է մյուս հավակնությունները, որովհետեւ եթե ինքը որոշեց, որ մնում է падգամավոր, ուրեմն առհասարակ չպիտի մասնակցի Գյումրի ավականու նիստերին եւ մասնակցի քաղաքապետ ընտրությանը, դա կարող են անել միայն ավականու անդամները։ Եթե ինքը հրաժարվում է падգամավորական մանդատից եւ վերցնում է ավականու անդամի մանդատը, նոր այդ ժամանակ կարա մասնակցի ավականու նիստին եւ քաղաքապետ ընտրությանը, որպես քաղաքապետի տեխնացու կամ որպես ընտրող։ Մենք երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրած համապատասխանաբար Վարդան Ղուկասյանի եւ Մարտուն Գրիգորյանի վարքին եւ լռությանը դերևս կանդրադառնանք, բայց մինչ այդ արի արագորեն ֆիքսենք եւ ամփոփենք Վիլենը դրան էլ դեռ կհասնենք։ Այն ընթացքը, որի մեկնաբանությունը պիտի անենք կապված քվեարկությանը նախորդած օրվա լռության օրվա այսպես ասած, դրան եւս նախորդած օրվա ԿՊ-ի անփառունակ հավաքի, ինչպես նաեւ այդ գիշեր ԿՊ-ի շտաբում եւ նրա մերձակայքում տեղի ունեցած արկածների, այդ թվում հենց քո նշած Արարատի բայց ընդ ԿՊ-ի շտաբերը լինում են երկու տեսակ, օրինական եւ անօրինական, այս ընտրությունները մի առանձնահատկություն ունի, ներմուծվել են ընտրախախտումների նոր ժամանակակից smart light տարբերակ smart տեսակներ, ասենք, ընտրություն եւ booking, bookmaker-ական ընկերություններ, շտաբերի, ասենք, եթե մինչեւ հիմա շտաբի մի տեսակ կար, հիմա առաջացել է շտաբի
երկրորդ տեսակը, որը արտաքնապես շտաբ չի, բայց ֆունկցիոնալ իմաստով բոլոր ընտրողները ընտրատեղամաս մտնելուց առաջ մի հատ մտնում են ընդեր եւ մի հատ ընդեղ մտնում են վերադառնալուց հետո, չգիտես ինչ հետաքրքիր զուգադիպությամբ դա եղել է Սարիկ Մինասյանի բնակության թաղամասում 3169 եւ 3170 տեղամասերի միջեւ։ Օրինակ դու ուշադրություն դարձրեցիր որտեղ է քվեարկես Սարիկ Մինասյանը։ Բաղնիքում։ Ես դες բան չեմ լսել։ Ասենք որ Արփի ինչ էր տարել հետը Դավոյան։ Որ կեկելին տանում են բաղնիկ, ես էդի Պեպոից գիտեի ամուսնությունից առաջ, բայց որ Սարիկին տարել են բաղնիկ, ընդհանրապես բոլոր ընտրական տեղամասերը ձևավորում են հանրային տարածքներում, չէ, դպրոցներում, մանկապարտեզներում, մշակույթի տներում եւ այլն։ Չգիտես ինչի բոլոր տեխնացուների ընտրական տեղամասերից Սարիկ Մինասյանի տեղամասը բաղնիքում էր։ Տեղամասը եւ դրա տեղակայումը իհարկե ուշագրավ էր, բայց ավելի ուշագրավ էր այն, ինչ դու քիչ առաջ նշեցիր։ Խոսքը նրա ընդհատակյա ворչերի մասին է, որը մեր գործընկերների ակտիվ եւ հետեւողական ջանքերով բացահայտվեց։ Լրագրողները եւ դիտորդները, հատկապես Հայաքվե դիտորդական առաքելությունը այդ օրը ահռելի տիտանական գործ են արել։ Հիշում ես, որ շատ ակտիվորեն այս երկու խումբ անձինք, դիտորդները եւ լրագրողները կարողացան գաղտնազերծել, քողազերծել այն մի քանի ընդհատակյա ворչերը, որոնք գտնվում էին հենց Սարիկ Մինասյանի մանկության թաղամասում, որտեղ նա ամենաշատ քվեները հենց ընդեղ է ստացել է 65-ից 70%։ Իր ամենաբարձր ցուցանիշով քվեն եղել է 603, շատ իդեպ ուշագրավ թիվ է, 603-ը շատերը գիտեն թե ինչ ասոցիացիա է առաջացնում, այնպես որ այդ տեղամասում 31-69 տեղամասում նա 69-ը նա 603 քվե ստացավ եւ փաստորեն այդտեղ էապես նրա ցուցանիշը տարբերվեց։ Հիմա, բայց արի հիշենք նախ ԿՊ-ի ամփոփիչ հանրահավաքը, որտեղ կամ գյումրեցիներ չկային, ասենք այն արտիքցիներ, ախուրյանցիներ, ազատանցիներ, ամասիացիներ եւ ընդհանուր երևանցիներ։ Մարդիկ, որոնք խմբերով կանգնած էին, եւ երբ մեր գործընկերները մոտենում էին, արդեն մի քիչ էլ այսպես ասած քողարկելու հնարավորություն էլ իրենց չէին տալիս։ Մոտենում ասում են Ժորժ ջան, բարև ձեզ։ Դուք համար 2 պոլիկլինիկա եք, չէ, համար 1։ Ու մի անգամից երթով ներկայանում են։ Մենակ եք, թե կոլեկտիվով։ Չէ, կոլեկտիվով։ Ասма դուք մանկավարժ եք, հա մանկավարժ եմ, հավաքարարն եմ դպրոցի։ Ու այդպես շարունակ հարյուրավոր անձին, բայց բանը չտեցա ես ընդե։ Ախուրյանից մարդիկ կային, բայց անոն չկար։ Բայց այս անգամ մի ուրիշ փառահեղ տիկնոջ ենք հայտնաբերել, որը շատ նեղվեց, երբ իրեն ասացին տիկին, թեև 60-անց կին էր։ Ասաց ես աղջիկ եմ, ինչ տիկին։ Այո։ Եվ երբ իրեն հակադարձեցին, ասացին, բայց տարիքից ելնելով որպես հարգանքի նշան եք ձեզ տիկին դիմում, ասում ոչ մի դեպքում, ես աղջիկ եմ, էս էլ ասում է շտաբ չի։ Խոսքը այդ Սարիկ Մինասյանի հայտնի ընդհատակյա ворչի մասին։ Ասում դրա համար էր գնացել։ Ստեղ ասում է երեխաներ են գալիս։ Ասում ինչ երեխաներ։ Ասում ավելի շատ իրանց ծնողները այդ պահի քվեարկության օր իրանց ծնողներն են ընտրակաշարք էին ստանում եւ կամ ցուցումներ են ստանում։ Երեխեքը որ գալիս են ծնողներն էլ հետևից գալիս են, տեսնեն երեխեքը ոնց են։ Ինչով են զբաղվում են։ Ինչով են։ Իմիջիալից այդ նախընտրական հավաքին, եթե գյումրեցի մարդիկ կային, ապա քո ասած դա միայն կոլեկտիվներ եւ ենթակա կազմակերպություն, օրինակ ասում եմ մենք Ջոյի կոլեկտիվից ենք, ջրօգտագործողների ընկերություն էլ է տարածքային կառավարման նախարարության համակարգում։ Ու ինչն է հետաքրքիր, որ մոտարապես 115,000 բնակիչ ունեցող քաղաքում 115,000 բնակիչ չէ, 115,000 ընտրելու իրավունք ունեցող ոնց որ բնակիչների թիվը մինչև 140,000 հասնում է, եթե անչափահաս։ Շատ լավ, ուրեմն ես ընտրողների թիվն էի ընտրել։ Այդ հավաքին իշխանության տեխնացու 2000 մարդ Դանիել Յոհաննիսյանն է խոստովանել 2000 մարդ 2000 մարդ էնել ընդ որում այդ հարակից համայնքներից եւ եղածներ ովքեր Գյումրիից կոլեկտիվներով դա նշանակում է ոչ մի մարդ չի գնաց հիմա տես հնարավոր չի չէ գնային ինչ լսեին Էդգար ջան գնային լսեին որ Վահագ Ալեքսանյանը ասում է որ Ռոբերտ Քոչյանը չպետք է հետ վերադառնա բա չէ գիտես այդ տեքստը լսեին գյումրեցիները ճիշտ չեն ծանոթացել որ ժողովուրդ իմանային Վահագ Ալեքսանյանը գալու է գեթային Էդի նույն բանն ասենք ոնց որ իմանաս Երևանում Sting-ի համերգն է չէ դաս կամ Snoop Dogg-ի հա կամ Snoop Dogg-ին դե չելա որ է թայինք լսես Sting-ի համերգն անվճար Sting-ը եկել է Երևան ու չետաս այդ համերգին ոնց կլինի դες բան չէ հիմա ասենք գյումրեցիները որ իմանան Վահագ Ալեքսանյանը եկել է եւ դու հնարավորություն ունես իրան ռեալ ժամանակահատվածով շոշափելու այո ու տենց տեսնելու
իրեն խանձելու Գյումրիում ավանդույթներ եկան։ Ու դու չետաս, ոնց կլինի տես Այդ օրը քյալադերել են Գյումրիում, ես չգիտեմ։ Այդ օրը դրանք Այնտեղ այդքան խանձելը չի, խանձելը Իջևանն է, Գյումրիում քյալն է։ Իմ տպավորությունն է, որ ոչ թե բառի ուղի իմաստով, այլ փոխաբերական իմաստով դրանք հավաքվան երևանցիներով գնացին են Սարիկի քյալան Սարիկը իդեպ եթե նկատեցի Սարիկը միջանոց մինչև մաս սպասում է որ մարդը գնան իրան շնորհավորեն, որովհետև ինքը ընտրություններից առաջ ասաց Պետրոսի մոտ որ հարցազրույց տվեց, վաղը կգակին շնորհավորել։ ասաց վաղը գակի շնորհավորեք։ Սարիկը եթե նկատում էիր, անընդհատ փորձում էր դիստանցավորվել ԿՊ-ից, որևէ տեղ չէր նշում իր կուսակցական պատկանելությունը, փորձում էր այս վարչախմբի պարագլխի եւ մյուսների անունները չտալ եւ շատ մեծ ու ծանր տապալում արեց հայտնի բանավեճի ժամանակ, որ իրեն հետապնդեց ամբողջ Քարոզարշավի մնացած հատվածում այդ 1-2 օրվա ընթացքում եւ իհարկե քվեարկության օրը ես վստահ եմ որ նույնիսկ այն մարդիկ որոնք մտմտում էին իրեն ընտրել թե ոչ որպես քաղաքի տղա իրեն չընտրեցին եւ նա այդ խոսքերի տակից չի կարողանալու դուրս գալ ես վստահ չեմ նույնիսկ որ քաղաքապետ չլինելու դեպքում նա շարունակելու է ապրել Գյումրիում վստահ չեմ որովհետեւ նա այնպիսի տապալումներ է թույլ տվել որ դրանից հետո բաց ճակատով դուրս գալ քայլել Գյումրու փողոցներում շատ դժվար է ամբողջ քաղաքին ասում է դուք բան եք կաշառակերեք բանակից խուսափելու համար փող տվեք Վարչախմբի պարագլուխն էլ Փաշինյանն էլ հավանաբար հասկացա որ իր ներկայությունը ավելի շատ բացասական էներգետիկա կառաջացնի եւ չգնաց Օրինակ հիշում ես որ Ավինյանի ընտրարշավի վերջին օրը նա դարձյալ մարզերից բերված եւ հնդիկներով լեցուն մի հանրահավաք արեց իդեպ այդտեղ էլ մասնակիցների թիվը 5000-ը չէր անցնում նույն Դանիել Հովհաննիսյանն էր հաշվել քաղաքապետարանի արչեվ մի քանի հազար մարդ բոլորը համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ կանգնած էին այդ մասնակիցների մեջ մի հատ մարդ կար ինքը Վայքում է ապրում բայց իրան գյումրեցիներ են Վայքում իրան ասում են լեննականցի Սաշիկ հիմա ինքը եկել է Ավինյանի հանրահավաքին երկու տեղ ինտերվյու էր տվել, միտեղ ներկայացել էր որպես գյումրեցի, միտեղ ներկայացել էր որպես վայճեցի, բայց ինքը եկել է Ավինյանի հանրահավաքին, այնպես որ այդ իրանց մեթոդը ներքին միգրացիայի իրանց հավաքների կազմակերպման ներքին միգրացիայի բացարձակ առաջատարը Տիկին Թերեզան է, որին բացահայտել են մեր լրագրող գործընկերները։ Դե գիտես ինչ բացառիկ լեզվական ընդունակությունների դերքին է 6 դիալեկտով կարողանում է խոսել որ մարզ գնում է Փաշինյանը ինքը նախապես տարվում է այդտեղ այդ մարզի բարբառով խոսվածքով իրան ողջունում է մոտենում է լրագրողներին եւ ասենք ապարանում ապարանի բարբառով Գյումրիում Գյումրվա Սյունիքում Սյունյաց ժամանակին միգուցե Արցախում էր նաեւ Արցախի բարբառով Սյունյաց ողջունները գիտի Սյունյաց ողջունը շատ լավ գիտի բայց ինքը չի հղել իրան են հղել այո ու չէ իսկապես Նիկոլ Փաշինյանը ունի այտենց մի խումբ ավտոբուսի ուղևորներ, որոնք իր այցից առաջ տարվում են այդ կադրերը իսկ կնոջ դեպքում ծաղիկներով պարտադիր նույն մեքենան գնում է մի քանի բնակավայր նախապես նույն ծաղիկներից ես դա ֆիքսել եմ նույն ծաղիկները հետն են տանում տալիս են մարդիկ նվիրում են արի մի բան ֆիքսենք որ ընդդիմության հարաբերական հաջողությունը Գյումրիում որը դեռևս արձանագրված չէ եւ Աստված գիտե ինչ կլինի մինչեւ ապրիլի 16-ը բայց այս պահին գետնի վրա արկա դրվածքը խոսում է մեկ բանի մասին որ Գյումրիի բնակիչները այն հատվածը, որը գնացել է ընտրության, մոտավորապես 43%, իդեպ էականորեն ավելի բարձր, քան 21 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, խոսում է այն մասին, որ Գյումրին մերժել է Փաշինյանին եւ քաղաքացիական պայմանագրին։ Գյումրին չի ուզում տեսնել այս դավաճանախմբին ոչ կենտրոնական, ոչ էլ քաղաքային իշխանության մեջ։ Էական չէ այս դեպքում նույնիսկ թե ձայները ընդդիմության մեջ ինչ համամասնությամբ են բաշխվել։ Էական է թե քաղաքի բնակչության, քաղաքի ընտրողների քանի տոկոսն է ձայն տվել Սարիկ Մինասյանին եւ ԿՊ-ին։ Իդեպ այնպես ինչպես Երևանն էր մերժել Տիգրան Ավինյանին։ 1 միլիոնանոց Երևանում ստանալ 75000 ձայն, դա նշանակում է տոտալ մերժվել։ Եվ 9%-անոց քաղաքապետը հավերժ ուղեկցելու է Ավինյանին։ Ընդ որում 5 տարի առաջ նույն քաղաքում նույն ընտրության համար ամենքի հավաքանում ԿՊ-ն ստացել է 4.5 անգամ ավել ձայն նախորդին Հայկոյի դեմքով այսինքն 4.5 անգամ պակաս ձայն ստանալ կառավարման մի ժամկետի շրջանում նման ձախողում երևի աշխարհում հակառեկորդ է երևի աշխարհում չկա երկրորդ կուսակցությունը որը մի իշխանություն ստանա ու մի պաշտոնավարման ժամկետում իր վարկանիշը ունի 4.5 անգամ եթե մեկինը 4.5% պակասում է կուսակցությունում ժողով են անում
քննարկում են ինչը կարող ազդեր այս արդյունքի վրա, չէ, նախորդի համեմատ մենք չի պիտի կորստենք, այլ ոչ թե որտեղ երբ որ դու իշխանություն ես ստանում, լիազորություններ ես ստանում, չէ, որոշումներ կայացնելու, մեդիայում ես անընդհատ ավելի հավանականություն ավելի մեծ է, որ դու պիտի հաջորդին ավելի մեծ հաջողություն ունենաս։ 5 տարում մոտ 5 անգամ պակաս քվես ստանալը ու մնալ իշխանության նույն ձևով։ Այս տեմպերով քաղաքացիական պայմանագիրը աստիճանաբար կվերադառնա 2016 թվականին առաջին տեղական ինքնակառավարման ընտրություններին, որ իրենք մասնակցեցին իր գրանցած ցուցանիշներին։ Այդ ժամանակ իրենց հաջողվեց գյուղապետի պաշտոն վերցնել Նորկյանք գյուղում եւ հայտնի կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանը կարգվեց Նորկյանքի գյուղապետ։ Բայց Գյումրիում եւ Վանաձորում իրենք խայտարակ տապալեցին։ Նախ տեխնացուների սխալ ընտրությամբ, ապա եւ ընդհանուր առմամբ Փաշինյանի այն տեքստերով, որը նա հնչեցնում էր Գյումրիում եւ Վանաձորում։ Պատճառն է նա, որ իրանք շատ հարուստ են կադրերով։ Դժվարանում են ընտրություն կատարել, այսինքն այնքան լավ պատրաստված գործիչներ կան։ Դե պրայմերիս են, չի անում, իրանք տենց են ստիպված, որովհետև լավերն այնքան հավակնորդները շատ։ Հիմա ասենք Կարեն Սարուխանյանին, եթե դու չես առաջադրում, անունին չես դնում, որ չես առաջադրում, մազի մեջ նարկոտիկը կա, մեզի մեջ կա, ամենտեղ կա, ասենք հիմա որ չառաջադրե մարսպետ այլ է, գիտես դա։ Հիմա падգամավոր ու իմիջիալոց այդ Գյումրիում ինչի դարձավ արտահերթ, մատ հիշացնենք էլի մեր ժողովրդին։ Ընկան էս Բալասայան դաշինքից իրանք զորով կազմել էին համաձայնագիր էին, չէ՞ կնքե։ Քաղաքապետի տեղակալները ԿՊ-ից էին, մեկը Արմեն Պապիկյան, դա Ղազարյան չի, իսկ Պապիկյանները շատ չեն, իրանց Պապիկն էլ էս վերջերս հեռացավ իրանցից, այդ նույն ցեղախմբից են։ Մյուսն էլ Աննա Հակոբյանի մորակրոջ թոռ։ Հետո սրանք ուզում են ընտրված քաղաքապետի վրա ազդեցություն բանացնեն, քաղաքապաստացի իրանք ղեկավարեն, քաղաքապետը դիմադրություն է ցույց տալի։ Ու ԿՊ-ն դուրս է գալի այս համաձայնագրից։ Դուրս գալուց հետո ձերբակալվում է Սամվել Բալասայանի որդին օդանավականում, քրեական վարույթ միջազգային հետախուզում Սամվել Բալասայանի դեմ, որը գտնում արտերկրում բուժման նպատակով, ստիպում են Բալասայան դաշինքի տեխնացուներին հələ ոչ ավականու անդամին, որ սրանց մանդատը դնելուց հետո նրանք պիտի դառնան, նրանք իրենց դիմումները գրեն, որ վստահալն են, որ նրանցից մարդ չի ընտրվելու։ Դրանից հետո ստիպում են, որ ավականու անդամների թվում քաղաքապետը մանդատները դնեն, որպեսզի ավականին լուծարվի, բայց այդ անգամ այդ ժամանակ, որ Բալասյան դաշինքը դուրս է գալի, Գյումրու ավականու անդամների թիվը դեռ կեսից պակաս չի, այսինքն մնացածը կարող էին ըստ օրենքի հրավիրել ավականուն նիստ եւ ընտրել իրանց կազմից համանքի ղեկավար։ Բայց քանի որ ԿՊ-ն այն ժամանակ հայտարարեց, հիշի կուսակցությունում էլ հայտարարեցին, ասին Կարեն Սարուխանյանը պիտի լինի մեր հաջորդ քաղաքապետը։ Բայց քանի որ Կարեն Սարուխանյանը ավականու անդամ չէր, նա չէր կարող ընտրվել համայնքի ղեկավար, ոչ է կարող լինել պաշտոնակատար։ Դրա համար ասեն, դե որը տենց է, ԿՊ-ն նիստերի չգնաց, ավականին լուծարեցին, որպեսզի արտահերթ ընտրություն լինի, որ Կարեն Սարուխանյանը դառնա այդ ցուցակով առաջամար, ինքը Շիրակի մարզային կազմակերպության ղեկավարն է ԿՊ-ի։ Այդ ընթացքում մազը մեզ եկավ ընկավարանքը, դրա մեջի պարունակությունները Նիկոլ Փաշինյանին տարան լաբորատորիա, չէ՞, նա լաբորատոր հետազոտության է ենթարկվել։ Ճիշտ է, ես լսել եմ, ճիշտ ասած, մեկներին են տանում լաբորատորիա, գործերին են տանում, բայց մեկը պարզվեց ախրանան դրել են գլխին, ասում են, քեզ է պիտի տանենք լաբորատոր։ Լաբորատորիա եզրակացությունից հետո ասին չէ, պիտի պրայմերիզ անենք։ Պրայմերիզի հիմքում էլ ինչ էր, քաղաքական անասնագողությունը։ Գնացին, տեսան, որ իրանց կուսակցությունում մարդ չկա, որ մարդկային կերպարանք կարող անեն առաջադրեն, գնացին այդ Սարիքին, լուսավոր Հայաստանից։ Քշին բերին։ Ուզում եմ հիշեցնել մի ավելի հին պատմություն։ Խոսքը 2016-ի ՊԻՄ ընտրությունների մասին է։ 150 հազարանոց Գյումրիում, որից մոտավորապես 115,000 ունի ընտրական իրավունք, 2016 թվականին քաղաքացիական պայմանագիրը ստացավ 638 ձայն, նույնիսկ 1000 ձայն չէին կարողացել հավաքել։ Եվ տապալումը այնքան խայտարակ էր, որ դրանից հետո նրանք նույնիսկ վարչության կազմ փոխեցին։ Հրաշալի հիշում եմ, դա 2016 թվականի հոկտեմբերն էր, եւ վարչության նոր նախագահ Արայիկ Հարությունյանի փոխարեն դարձավ Սասուն Միքայելյանը, Սուրեն Պապիկյանն էլ դարձավ վարչության փոխնախագահ։ Այսինքն այն ժամանակ արտակուստ ընդդիմադիր կուսակցության կարգավիճակում նրանք գոնե պահում էին այդ կուսակցական կամ քաղաքական պատասխանատվության ինստիտուտը։ Տապալել ենք Գյումրիում եւ Վանաձորում,
Ուրեմն պիտի գնանք նոր վարչության ընտրության, պիտի մեր բաժին պատասխանատվությունը ստանձնենք։ Եթե հիշում ես նույն օրը հոկտեմբերի 2-ին 16 թվականին այ Վանաձորում տեղի ունեցած ավական ընտրություններում ԿՊ-ն եւս տապալեց, որովհետեւ Ծագումով Վանաձորցի Էդմոն Մարուկյանի դեմ էր խոսում Նիկոլ Փաշինյանը, նույնիսկ ոչ թե այն ժամանակ հանրապետական իշխանության, այլ Էդմոն Մարուկյանի դեմ։ Ճիշտ է դրանից 2 ամիս անց նրանք Թևան Պողոսյանի միջնորդությամբ գինի խմեցին, բարեշեցին եւ մի բան էլ երկդաշինք ձևավորեցին։ Բայց ուզում եմ հիշեցնել, որ քաղաքացիական պայմանագիրը 16 թվականի հոկտեմբերին ոչ իշխանության ընդդիմության կարգավիճակում խայտարակ է տապալել եւ հիմա այս ընտրության մոտավորապես 17000 ձայները Սարիկ Մինասյանի օգտին, եթե Սարիկի անձնական շրջապատը հանում ենք որպես քաղաքի տղա եւ եթե այն կոլեկտիվներով եկած ջրօգտագործող ընկերությունների, դպրոցների, մանկապարտեզների, քաղաքապետարանի աշխատակազմի ենթակայության մյուս կառույցների, պոլիկլինիկաների, իրանց հիմնական այդ թվից 680 ձայն կարող է 60 մնա։ Հազիվել լինի, լուրջ եմ ասում, հազիվել լինի։ Դե օբյեկտիվ տվյալ մենք ունենանք բացառապես ԿՊ-ի իշխանազրկման դեպքում։ Այ ԿՊ-ն այդ ժամանակ էլ թող դնի իր տեխնացուին եւ մասնակցի։ Այդ ժամանակ մարդիկ եւ գյումրեցիներ եւ ընդհանուր առմամբ ամբողջ Հայաստանի Հանրապետությունը ցույց կտա իր իրական վերաբերմունք։ Իսկ ինչ վերաբերում է ընդդիմության հարաբերական հաջողության այս պահի դրությամբ դերևս, ապա պետք է արձանագրել մի բան, օրինակ ինձ համար դա հստակ է։ Էդգար, գիտես, ինձ անկեղծորեն արդեն չի էլ հետաքրքրում ով կլինի Գյումրիի քաղաքապետ։ Ինձ անկեղծորեն այդ հարցը չի մտահոգում։ Կլինի Վարդան Ղուկասյանը, Մարտուն Գրիգորյանը, թե նույնիսկ որևէ գործարքի արդյունքում Սարիկ Մինասյանը, ինձ արդեն չի հետաքրքրում։ Ինձ համար էական է այն, որ գյումրեցին իր քվեով ցույց է տվել, ինչպիսին պիտի լինի իշխանությունը։ Բայց եթե քաղաքական ընդդիմության որևէ ներկայացուցիչ կլինի դա Վարդան Ղուկասյանի ուժը, կլինի դա Մարտուն Գրիգորյանի ուժը, Ռուբեն Մխիթարյանի դեպքում ուղղակի բացառում եմ, քանի որ նա հայտարարել է, նույնը կարծես Կարեն Սիմոնյանի դեպքում։ Նրանց դիրքորոշումը ակնհայտ է։ Բայց Վարդան Ղուկասյանը եւս ընտրությանը հաջորդած օրը շատ ուլտիմատիվ խոսեց, եւս պետք չէր այդպես խոսել։ Ասում է քաղաքապետ ես պիտի լինեմ, փող քաղաքապետն էլ իմը պիտի լինի, ով այդպիսի բան որոշել։ Այսինքն երկու ուժն էլ, երկրորդ ու երրորդ ուժերն էլ դերևս քաղաքապետարան չմտած, անհասկանալի ամբիցիաներ են ցուցաբերում, բայց կրկնում եմ, ինձ համար արժեք ունեցողը այդ ամբիցիան չի։ Ինձ համար արժեք ունեցողը որպես այդ օրը եւ դրան նախորդած օրերին Գյումրիում գտնված անձ։ Ես իմ աչքով տեսել եմ Գյումրեցու վերաբերմունքը այս վարչախմբին։ Հետևաբար ով էլ հիմա մտավ իշխանության, եթե այս ընդդիմությունը թույլ տվեց, որ քաղաքապետ լինի ԿՊ-ական եւ կամ գնաց գործարքի ԿՊ-ի հետ ու դարձավ ինքը ԿՊ-ի քվեներով, ապա սա ընդդիմության տապալումն է լինելու, ոչ թե գյումրեցիների, ու որևէ մեկը չփորձի գյումրեցիներին, հայ ժողովրդին առհասարակ, մեր բնակչությանը անուն դնել։ Դուք գնացել եք ընտրության, եթե դուք նման արդյունք եք ապահովելու ավական, ուրեմն դուք եք մսխելու ձեր քաղաքական կապիտալը մինչև վերջ։ Ճիշտ է, ու իրանք պիտի իմանան, որ նաև հետագա քաղաքական գործընթացներում մենք շատ լավ հիշելու ենք այս դրվագները, շատ լավ հիշելու ենք իրենց կայացրած եւ չկայացրած ժամանակին եւ ժամանակից ուշ կայացված որոշումների մասին եւ դրանով իրանք շուտ ուշ կրելու են քաղաքական պատասխանատվություն այդ ամեն ինչի համար։ Այո, ես քո հետ լրիվ համաձայն եմ, որ ժողովուրդը փայլուն ընտրություն է կատարել, իրանք մերժել են ԿՊ-ին եւ Գյումրիում եւ Փարաքարում։ Ընդ որում ամբողջ հանրապետությունում միայն այդ երկու համայնքում էր ընտրություն եւ հատկապես իշխանությունների թիրախում Գյումրին էր, ամբողջ իշխանական ռեսուրսն է լծվել այնտեղ, ամբողջ ոստիկանական ռեսուրսն է լծվել, ամբողջ փողը, վարչական ռեսուրսը, կազմակերպական բացի Փաշինյանից, Էդգար, Ալեն Սիմոնյանից սկսած բոլորը այնտեղ էին։ Ամբողջ падգամավորական կորպուսը այնտեղ էր։ Ոնց բացի Փաշինյանն է մեկնարկը տվել։ Մեկնարկը ինքն է տվել, բայց այդ օրը քվեարկության օրը չէ։ Ամբողջ ԿՊ-ի վարչությունը եղել է այնտեղ։ Քվեարկության օրը ինքն դե չէր, WhatsApp-ն էլ ձեռն էր։ Բայց այդ օրը մենակ Վիլենը ստացավ SMS հաջորդ։ Վիլենը չի ստացել։ Վիլենը գիտակցված ինքը իր որոշումը կայացրել։ Կարծում ես։ Ես կարծում եմ նա SMS-ա ստացել։ Չէ, բացառված բան է, ինքը գիտակցված գնացել է այդ բանին։ Հələ հիշի ինչ էր ասում բանին լրագրողանին Գեորգյան։ Ասում Անի ջան, ես քեզ սպաս տվեցի, դու էլ ինձ սպաս տվեցիր, արի դրանով ավարտենք էլի։ Ուզում ասի ես եկել էի ձեզ սպաս տալու, որովհետև Վիլենի մի լրագրողի մոտից հանում են, ֆռում է թվում, մի ուրիշին գտնում կանգնում է դեմը։ Նա հատուկ էր գնացել գաստրոլ։ Դու չնկատեցիր, նա հարբած չէր։ Նա կարող է մի թեթև 024 կամ ուրիշ մի բան ընդունել էր մի քիչ տրամադրությունը փոխելու համար, այսինքն լրիվ մարդիկ ասում են խմած չէ, դա իր բնական վիճակն է։ Ինքը
Միշտ էլ տենց է, ինքը Ես չէի բացառի SMS-ը։ Չէ։ Ես կարծում եմ, որ Դավիթ ջան, ինքը ժամանակը հիշի էլ ինքը իր բերենք իր պրոֆիլը։ Չէ, իրեն որպես Օմարի արծիվ եմ հիշում։ Չէ։ Նա Օմարի արծիվն է, ճիշտ է, Օմար չկա հիմա արդեն, բայց արծիվը հոմնացել է մեջը։ Դա ասկի կաջելա էլ չի էլի Օմարում։ Վիլեն եւ Դավիթ Տոնոյան իր անկերներ չի համարում։ Անդադ հրապարակային էլ էր։ Հովիկ Աղազարյանը դու ասա որ չքվեարկեց։ Հրապարակային նորեն կասկածի տակ դրեց դատախազի մեղադրանքը։ Դավիթ Տոնոյանի հետ կապված սա կոնֆլիկտ ունեցել է, որովհետև համարել է, որ Դավիթ Տոնոյանը հանիրավի է ցերփակալ։ Դե Դավիթ Տոնոյանին այդ իմաստով որոշակիորեն ճշմարտություն կա իր դիրքորոշման մեջ։ Դավիթ Տոնոյանին խո Նիկոլ Փաշինյանը չէր կալանավորել որպես հերթիրների համար, չի հերթիր։ Դավիթ Տոնոյանը պատերազմի ժամանակվա նախարարն էր։ Եվ ինքը մեկուսացվել է այդքան բան։ Եվ Վիլելենն էլ դա անարդար էր համարում իր ձևով, սա մեկ, եւ երկրորդը Հովիկ Աղազարյանի գործով դատախազի միջնորդության ժամանակ նա ելույթ ունեցավ ազգային ժողովում այդ ընտրությունների նախորդող քարորիայի ժամանակ եւ ասաց որ դատախազի ներկայացրած փաստարկները բավարար չեն որպիսի ինքը համոզվի որ ըստ կա քրեական գործ եւ արժի որ Հովիկ Աղազարյանը դրանում ներգրավի որպես մեղադրյալ այսինքն ինքը դեմ է քվեարկե Հովիկ Աղազարյան պաշտպանել է Հովիկ Աղազարյանի դիրքորոշումը։ Դա Դարավ Ասլանյան Հակոբ։ Մի բան էլ գումարի այդ ամենին։ Ի վերջո Գյումրիում նա ասաց, որ 2026-ին ընտրություններով կորցնելու են իշխանությունը, այլ իմաստ չունի մանդատ դնելը։ Ինքը արդեն գիտեր, որ իրան վռնդելու է։ Արդեն էական չի, նա ոնց է հեռացել, էականը այն է, որ նախ նա պետքա շարունակի պատասխանատվություն կրել մինչև 2025 թվականի մարտի 31 կայացված բոլոր քաղաքական որոշումների համար սրբադասել նրան Հովիկ Աղազարյանին, Հակոբ Ասլանյանին բացարձակապես պետք չի։ Երբ որ նույն օրը Հովիկ Աղազարյանին եւ Տարոն Մարգարյանին անձնմխելիությունից զրկում են եւ Հովիկ Աղազարյանը գնում քվեարկում է Տարոն Մարգարյանին անձնմխելիությունից զրկելու համար։ Որ դրանից առաջ ելույթ է ունենում։ Ասում ես ներողություն եմ խնդրում Տարոն Մարգարյանից, թե ցավում եմ Տարոն Մարգարյանի համար, որովհետև Տարոն Մարգարյանին բերել են նույն ձևի ոնց որ ինձ ուղղակի մի բանի համար, որ իմը մենակ չլի, որ չստացի որ մենակ ինձ են բերել, էլի։ Ու դրա համար պետքա կողմ քվեարկել։ Հա։ Ու սենց է ասում, այսինքն ուզում ասի Տարոն Մարգարյանի հանդեպ ընդհանրապես գործը չկա, ուղղակի որ չստասի, որ ես ԿՊ-ից դուրս եկա Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունը չարեցի, դրամ արեկել են իմ հետևից, ինչը որը տենց է։ Այլ հետներ բերել են Տարոն Մարգարյանի, որ ասեն Տարոն Մարգարյանը կա։ Բայց ինքը Տարոն Մարգարյանին անձեռմխելությունից զրկելու համար կողմ է քվեարկում, այդքան ասելուց հետո։ Գյումրու ընտրություններին վերադառնալով, արի մի քանի կարևոր արձանագրում էլ անենք։ Արձանագրում համար 1. Մամիկոն Ասլանյանի սցենարը ոչ ոք չի չեղարկել։ Եվ այն անդիմադիր քաղաքապետը, որը ապրիլի 16-ին Աստված կդառնա Գյումրու ղեկավար, այսինքն անդիմությունը կհաջողի իր միասնական քվեով կարգել Գյումրու ոչ ԿՊ-ական քաղաքապետի առանց ԿՊ-ի քվեների, ոչ նրանց մասնակցության։ ԿՊ-ն նրան կնվիրի մի հատ բրասլետ, բայց դա կարող է պերճանքի առարկա չլինի։ Բրասլետ լավագույն դեպքում կարող է ուղղակի տեղափոխի կալանավայր։ Հիմա մեր ընդդիմությունը հաշվարկել է սրա հնարավոր հետևանքները, թե ոչ։ Խոսքը ընդդիմության բոլոր 4 ուժերի մասին է, որոնք անցել են Գյումրու ավականի, բայց նախ եւ առաջ այս 4-ի հանրագումարի մասին է, որովհետեւ այս 4-ից յուրաքանչյուրը առանձին չի կարողանալու նոր քաղաքապետ կարգել։ Քաղաքապետի պաշտոնակատար հնարավոր է դնել, եւ ըստ ամենայնի Վարդան Ղուկասյանը հենց այդ պատճառով էլ ասում էր փող քաղաքապետը եւս պետք է իմ թիմից լինի, իմ կուսակցությունից լինի, որ իմ անազատության ժամանակ նա փոխարինի ինձ։ Այսինքն նա նաեւ հոգեբանորեն է պատրաստ դրան, որ ինչ որ մի փուլում ինքը պիտի ազատությունից զրկվի։ Հոգեբանորենը որն է գլխավոր դատախազությունում արդեն ասացին Նիկոլ Փաշինյանին դուրում ազգային ժողովի ելույթից հետո անմիջապես հայկական ժամանակ օրաթերթը գրեց, որ դատախազությունը ուսումնասիրում է նյութերը հեռախոսազրույցի հետ կապված եւ հիմա արդեն վարույթ է նախաձեռնել։ Սա առաջին դիտարկումն է, հետեւաբար ընդդիմությունը պիտի ոչ միայն ապրիլի 16-ի ավականու առաջին նիստին ընթառաջ շատ կուռ գործողությունների պլան մշակած լինի, թե ինչպես ընտրել քաղաքապետ առանց ԿՊ-ի, այլև պիտի ունենա պլան B, թե այդ քաղաքապետին մեկուսացնելու եւ նրան անազատության տանելու դեպքում ով պիտի փոխարինի այդ քաղաքապետին, սա մեկ։ Երկրորդ, ես կարծում եմ, որ Փաշինյանը այս իրավիճակից կկարողանա օգտվել հետեւյալ տրամաբանությամբ։ Եթե նույնիսկ ոչ ԿՊ-ական քաղաքապետ է կարգվում, իդեմս Վարդան Ղուկասյանի,
ապա նրան հրեշացնելով, իսկ Վարդան Ղուկասյանը ցավոք սրտի շատ մեծ տեղ է թողել իրեն հրեշացնելու, դեմոնիզացնելու համար, իր տասնամյակների կառավարումը որքան որ դրական եւ Գյումրիի համար էական առաջընթաց գրանցող հանգրվաններ ունի, այնքան էլ ցավալի եւ արյունալի էջեր, ահա այս ամենը նա փաթեթավորելու է 2026-ի հերթական խորհրդարանական ընտրություններին ընթരാճ, եթե դա տեղի ունենա, եւ ամենուր բերելու է Գյումրիում ընդդիմադիր համայնքապետ, այն էլ այդպիսի համայնքապետ ունենալու փաստարկը, ասելով. «Արգելիներս, դուք գնացիք ընտրեցիք, Հայաստանում կատարյալ ժողովրդավարություն է, իդեպ այդ մասին նա գրառում էր արել մարտի 31-ին, որ քաղաքացու քվեն մեզ համար սրբություն է, եւ մենք սրբորեն պահելու ենք այդ քվեն, բայց տեսակ արդյունքը, նախկինները նորից վերադարձան, կլանային կառավարումը վերադարձավ, այս մարդը, որը տասնամյակներ շարունակ իր հայտնի բառամթերքով ասելու է, թալանել է, գրփել է, բրաբուսը, յաշիկը, այս ամեն ինչը Փաշինյանը հմտորեն օգտագործելու եւ փաթեթավորելու է 2026-ի հերթական խորհրդարանական ընտրություններին ընթരാճ, միգուցե եթե դրանք լինեն արտահերտ այս տարի կամ չգիտեմ, երբևէ լինեն այդ ընտրությունները։ Այնպես որ Գյումրիում ընդդիմադիր համայնքապետ ունենալը Փաշինյանը կարողանալու է օգտագործել հօգուտ իրեն։ Հիմա ընդդիմության բոլոր թևերի, քարոզչական թիմերի կարևորագույն աշխատանքը տնային, որ պիտի արվի, այս փաստարկները չեզոքացնելն է, փշրելն է, նրան տեղեկատվական առումով մեկուսացնելն է։ Մի բան, որը ցավոք սրտի դերևս հնարավոր չի եղել։ Փաշինյանը դերևս շարունակում է հաղթել օրակարգերի դաշտում։ Այո, ես կարծում եմ, որ հիմա պետք է Գյումրիում այդ ավականու անցած քաղաքական ուժերը, ես չեմ ասում միայն առաջի համարի տեխնացուները, այլ քաղաքական ուժերը, ովքեր որ առաջադրել են այդ մարդկանց, որպես համայնքի ղեկավարի տեխնացու, որպես ավականու անդամ, ցուցաբերեն չափազանց զգուշ եւ պատասխանատու քաղաքական մոտեցումներ եւ կայացնեն խելամիտ որոշումներ ու ցուցաբերեն նաեւ որոշակի զսպվածություն եւ համեստություն, որովհետեւ նրանցից ոչ ոք չի ընտրվել։ Սա պետք է հասկանալ, որ որևէ մեկը չի կարա իրան հիմա երևակայի համայնքի ղեկավար, եթե ինքը չի ընտրվել համայնքի ղեկավար։ Իսկ Գյումրիում ոչ ոք չի ընտրվել համայնքի ղեկավար։ Եվ ընտրությունն էլ քաղաքապետի ընտրություն չէր, ընտրությունը ավականու ընտրություն էր եւ ընտրվել է միայն Գյումրիի ավականի։ Եվ հիմա ավականին իր կազմից պետք է ընտրի համայնքի ղեկավար։ Իսկ քեզ ասեմ, որ ես չեմ բացառում նաեւ մեկ այլ տարբերակ, հաշվի առնելով այդ սուբյեկտիվ գործոնները, ինչ որ ներկայացնում են, չէ, որ Մարտուն Գրիգորյանը մինչև հիմա ձեռնպահ համանում մյուս տեխնացուին աջակցելու անձնական այլ խնդիրներ ներկայացնելով, իսկ դու մի բացառի, որ նաև ԿՓ-ն այնտեղ դեր ունի այդ ավականիում եւ չի բացառում, որ ԿՊ-ի ներկայացուցիչները իրենք քվեարկեն, ենթադրենք Մարտուն Գրիգորյանի տեխնացության օգտին, նա դառնա քաղաքապետ եւ ուտի այդ խայծը ոգևորվելով, որ ինքը դառնում է Գյումրիի համայնքի ղեկավար եւ այդ բրասլետը այդ ժամանակ ինքը կհրաժարվի ազգային ժողովի падգամավորի մանդատից, որովհետեւ չի կարող լինի քաղաքապետ։ Անձեռնմխելիությունից զրկելու հարցը չի առաջանա արդեն։ Ինքը իր ձեռքով կհրաժարվի իր անձեռնմխելիությունից եւ Նիկոլ Փաշինյանը իրեն կնվիրի մի հատ բրասլետ, որը ոչ թե պերճանքի առարկա է, այլ պրոբացիոն ծառայության վերահսկողության միջոց։ Եվ այդ բրասլետը իրան նվիրելուց հետո Գյումրիի քաղաքապետ կկարգվի նորից Սարիկ Մինասյանը։ Այնպես որ այդ սցենարներն կարող են լինել, եթե իրենք սկզբունքային ու խելամիտ որոշումներ չկայացնեն այս փուլում եւ ժողովրդի կայացրած իրական ընդդիմադիր հայացքներ ունեցող մոտեցումները չդարձնեն քաղաքական արդյունք։ Դու ասում ես շատ ցավալի մի սցենար, ես չէի ուզի, որ ապրիլի 16-ին առաջադրվեր Գյումրիի մեկից ավելի քաղաքապետի տեխնացու։ Մեր հեռուստադիտողներին բացատրենք, թե ինչ է տեղի ունենալու ապրիլի 16-ին Գյումրիի նորընտիր ավականու առաջին նիստին տեխնիկական իմաստով։ Քաղաքապետի տեխնացուներ են առաջադրվելու, ավականին 33 հոգուց է կազմված։ Ամեն խմբակցություն իրավունք ունի առաջադրի մեկ տեխնացու։ Հիմա եթե ընդդիմությունը պայմանավորվածություն ունի, որ առաջադրում է մեկ տեխնացուի, ապա այդ դեպքում հարցը լուծվում է։ ԿՊ-ն եթե տեխնացու էլ առաջադրի, պարզ է, որ նա չի անցնելու։ Հիմա եթե ընդդիմությունը առաջադրում է երկու տեխնացուի, Վարդան Ղուկասյան եւ Մարտուն Գրիգորյան, այդտեղ արդեն ԿՊ-ի ձայները կարող են որոշիչ լինել։ Եվ եթե ԿՊ-ն առանց նախապես հայտարարելու
ընտրի այդ տեխնացուներից որևէ մեկին, այս դեպքում օրինակ Մարտուն Գրիգորյանին, ապա նա դառնում է քաղաքապետ։ Հետո իհարկե նա կարող է ասել, որ ինքը նման պայմանավորվածություն ԿՊ-ի հետ չի ունեցել եւ չի հայցել ու չի ակնկալել նրանց ձայները։ Բայց կարևորագույնը այստեղ հարգելի հեռուստադիտող հետեւյալն է. ապրիլի 16-ին Գյումրու ավականին պետք է առաջադրի ընդդիմության միասնական տեխնացու, մեկ տեխնացու պետք է լինի։ Մնացած բոլոր դեպքերում մեկից ավել տեխնացու առաջադրելու դեպքում ԿՊ-ն վստահաբար ընտրելու է այդ տեխնացուներից որևէ մեկին, կրկնում եմ, այս դեպքում Մարտուն Գրիգորյանին, չեմ բացառում նույնիսկ Վարդան Ղուկասյանին, փչացնելու, հարամելու համար դա։ Ուզում եմ հիշեցնել 21 թվականի օգոստոսի 2-ին 8-րդ գումարման ազգային ժողովի առաջին նստաշրջանի առաջին նիստի օրը, երբ ընտրվում էր նախագահություն, երբ Իշխան Սաղաթելյանը առաջադրվեց որպես ազգային ժողովի նախագահի տեղակալի տեխնացու, 3 անգամ նա չկարողացավ ընտրվել եւ վերջում արդեն նույն Վահագն Ալեքսանյանը այն ժամանակ տրոլինգ էր անում, ասում էր ոնց որ թե պատիվ ունեմ դաշինքից չեն ընտրում, որովհետեւ մենք բավարար թվով ձայներ տալիս ենք, բայց մեր մյուս ընդդիմադիր գործընկերները կարծես թե չեն ընտրում, միաթ էլ դուք ձեր մեջ տեսեք, այդ ով այդ մի ընդդիմադիր ձայնը չի տալիս։ Ահա այսպես նրանք փորձելու են նենգաբար դավեր նյութել եւ փչացնել երկու ընդդիմադիր կարևորագույն խմբակցությունների միջև առանց այն էլ չափազանց լարված իրավիճակը։ Ինչ ա լինելու դրանից հետո, եթե նույնիսկ առաջադրվում է մեկ տեխնացու, բայց այդ մեկ տեխնացուն չի ընտրվում, ապա նշանակվում է քաղաքապետի ընտրության երկրորդ փուլ, սա ավականում է անցկացվում ոչ թե ամբողջ քաղաքում եւ երկրորդ փուլով արդեն քաղաքապետա դառնում առավել շատ ձայներ հավաքած տեխնացուն։ Հիմա եթե առաջին փուլով հնարավոր չի լինում ընտրել քաղաքապետ, երկրորդ փուլով ԿՊ խմբակցությունը միանշանակ կարող է Սարիկ Մինասյանը կամ որևէ այլ մեկին ընտրել որպես Գյումրի քաղաքի քաղաքապետ, որովհետև այստեղ արդեն 17 ձայն պետք չի։ Պետք է իրենց հավաքած 14 ձայնը։ Եվ եթե ընդդիմությունը, կրկնում եմ, չի կարողանում առաջին նիստին ապահովել այն վիճակը, որ ընդդիմությունից լինի մեկ տեխնացու, եւ այդ մեկ տեխնացուն ընդդիմադիր բոլոր 4 խմբակցությունների կողմից ընտրվի, առանց հուշագիր կնքելու, առանց կոալիցիա կազմելու, ոչ մի կոալիցիա պետք չի կազմել այնտեղ։ Ուրեմն Գյումրին ունենում է ԿՊ-ական քաղաքապետ։ Հիմա մեր ընդդիմադիր ուժերը այս պատասխանատվությունը պատրաստ են կրել, հերթական անգամ գյումրեցիների անեծքին եւ նզովքին պատրաստ են արժանանալ, թող գնան ու մտածեն։ Շարունակությունն էլ կա, որ եթե այն ամենայնիվ համայնքի ավականին չի ընտրում քաղաքապետ, նոր արտահերթ ընտրություններ, ապա ավականին, նոր ընտրված ավականին լուծարվում է եւ 0-ից անցկացվում է նոր ընտրություն։ Հիմա ինչ առանձնահատկություն կունենա այդ ընտրությունը։ Եթե մինչեւ հիմա մինչև մարտի 30-ը մենք ապավինում էինք սոցիոլոգիական հարցումների արդյունքներին, թե որ քաղաքական ուժը, որ գործիչը, ինչ վարկանիշ ունի, չէ, ինչ սցենար կլինի, հիմա արդեն բոլորս դա գիտենք, այդ թվում իշխանությունները մաթեմատիկական ճշտությամբ, թե քանի ձայն որ տեղամասում հավաքել է Վարդան Ղուկասյանը, որքան Մարտուն Գրիգորյանը, որքան Ռուբենը, որքան Կարենը Սիմոնյանը, չէ։ Հիմա իրանք տեսնելու են առաջատար ուժերն ովքեր են, այս արտահերթ ընտրության մինչև մեկնարկը բրասլետները նվիրեն այդ մարդկանց, այսինքն մեկուսացնեն, շարքից հանեն, նրանց արդեն պարզ է, չէ, ովքեր են եղել ամեն մեկի կուսակցության տեխնացուները, ակտիվիստները, շտաբերի պատասխանատուները, շտաբերի պետերը, վստահված, այդ արդեն պետք չի ենթադրել, արդեն սա պարզ է, հատիկ գնալու են դրանց հետևից, չեզոքացնեն մաքրեն, երկրորդ արտահերթ ընտրությունը որ եղավ, ԿՊ-ն արդեն սիրուն մեծամասնությունը կա, գյումրեցին էլ արդեն կհիասթափվեն բոլորից բնականաբար, էլ վերստին ընտրատեղամասերսկի չեն էլ գնա, ԿՊ-ի ջոյի աշխատողներն ու երկրորդ պոլիկլինիկայի։ Երկրորդ պոլիկլինիկայի ամբողջ կոլեկտիվը կեթան, կընտրեն ու ԿՊ-ն նորից իշխանությունը կզավթի, այն ժամանակ արդեն ոչ տեխնացու կլինի, ոչ կարմիր գալստուկ կլինի, ոչ իրանց հիշած պատմություններ կլինեն, ոչ մի բան չի լինի։ Մենք հենց այդ ուրվագծեցինք այն 3 հնարավոր ռիսկերը, որ կարող են առաջանալ ապրիլի 16-ին։ Դրանցից առաջինը ամփոփենք։ Առնվազն 2 անդիմադիր տեխնացուի առաջադրումն է, որպես Գյումրու քաղաքապետի տեխնացու, երկրորդը առաջին փուլի տապալումն է եւ քաղաքապետի ընտրության երկրորդ փուլի նշանակումն է, որտեղ արդեն ԿՊ-ն կարող է ձայների մեծամասնությամբ անցկացնել իր քաղաքապետին, որովհետեւ մյուս երկու երկրորդ եւ երրորդ անդիմադիր խմբակցությունները տարաձայնություններ ունեն
հանդիմադիր միասնական քաղաքապետի տեխնացուի հետ եւ ԿՊ-ն ունի ամենամեծ թվով մանդատները 33 հոգանոց Գյումրու ավականում եւ երրորդ ռիսկը, ինչպես իրավացիորեն նշեցի, այո, նույնիսկ երկրորդ փուլով քաղաքապետ չընտրելու դեպքում երկու շաբաթվա ընթացքում այդ ավականին պետք է ինքնալուծարվի եւ ամիսներ անց պետք է տեղի ունենա Գյումրու ավականում նոր արտահերթ ընտրություն։ Այդ ամբողջ ընթացքում Սարիկ Մինասյանը շարունակելու է մնալ քաղաքապետի պաշտոնակատար, օգտվել անսահմանափակ վարչական ռեսուրսից։ Ես վստահ եմ, որ նաեւ բռնաճնշումներ ու պատժամիջոցներ են լինելու բոլոր այն գյումրեցիների, իսկ նրանք հազարավորներն են նկատմամբ, որոնք այս կամ այն կերպ խոսք էին տվել կամ պարտադրանքի ներքո են եղել իրենք քվեարկել, իսկ ԿՊ-ն հրաշալի նույնականացնելու է, թե ովքեր են եղել այդ մարդիկ։ Օրինակ, ծերերի խնամքի կենտրոնի տնօրենի նկատմամբ էին ուզում քրեական հետապնդում հարուցել, թե իբր նա ծերերին ուղղորդել է Մարտուն Գրիգորյանի օգտին քվեարկել։ Երբ մենք տեսել ենք ճիշտ հակառակը, օրինակ Հայաքվեի դիտորդները տասնյակ տեղամասերում ֆիքսել են, թե ինչպես են Կարմիր խաչի մեքենաները օրը մի քանի անգամ, հիմնականում երեկոյան ժամերի, օրվա երկրորդ կես, երբ ակտիվությունն արդեն նվազել էր, բերում շարժունակությունից զրկված ծեր, հաշմանդամ մարդկանց, նրանց ուղեկցում ընտրատեղամաս, քվեախցիկ եւ բարձ է, չէ՞ թե նրանք ում պիտի ընտրեին, այսինքն այդ մարդիկ լրահոսին առանձնապես չեն հետևում, լուրջ խնդիրներ ու դժվարություններ ունեն առողջական եւ ում որ ասել են այդ մարդկանց էլ պիտի ընտրեն, այդ մարդուն էլ պիտի ընտրեն, այս տարեց մարդիկ։ Բայց քրեական հետապնդում հարուցվում է իբր այլ ընդդիմադիր տեխնացուի օգտին քարոզչություն անելու համար։ Դա կարծես թե սուտ մատնություն էր, հայկական ժամանակում մի այդպիսի տեսանյութ էր տարածվել, որի հետքերով որևէ մեկը այդպես էլ չգնաց։ Ես չեմ լսել, որ հանրային քրեական հետապնդում հարուցվի։ Նույնը նաև Բավարայի անցակետով աննախադեպ շարժի արձանագրումը։ Մի քանի հազար ախալքալակցիների Գյումրի բերելու։ Իմիջիայլոց հիմա եթե հաջորդ ընտրություններ լինի, 6 ամիս է պետք է անհրաժեշտ գրանցվել Հայաստանի քաղաքացիների համար, նախապես գրանցվել ընտրությունների մասնակցելու համար, այսինքն այդ Ախուրյանից, Մարալիկից, Արթիկից, Ամասիայից մարդիկ ովքեր որ եկել են հանրահավաքին, նրանց կարող է ժամանակավորապես հաշվառումը փոխեն Գյումրի, տենց էլ եղել, այդ էլ է եղել։ Փոխում են Գյումրի, գրանցում են ինչ-որ մի պայմանական հասցեի վրա, մանավանդ հիմիկվա օրենսդրության պայմաններում գրանցումը էական չէ, այսինքն սեփականության վրա դա չի ազդում։ Մի ժամանակ եթե տունը ծախում էր տանը վրա գրանցված մարդ կար, իր համաձայնությունը պետք էր սեփականատիրոջը տունը վաճառելու համար։ Հիմա դա բացարձակ նշանակություն չունի, հեշտացրել են այդ process-ը։ Մարդկանց բերում են, գրանցում են այդ հասցեների վրա, եթե Հայաստանի քաղաքացիս 6 ամսից ավել հաշվառված ես, արդեն ընտրություններին մասնակցելու իրավունք ունես։ Մի խոսքով բոլոր մեքենայությունները այդ իմաստով արվելու է, որպեսզի նորից զավթեն իշխանությունը այդ համայնքում։ Ես ուզում եմ առանձնահատուկ ընդգծել դարձյալ քաղաքացիական վերահսկողության այն հրաշալի համակարգը, որ գործեց Գյումրիում քվեարկության օրը մարտի 30-ին։ Խոսքը նախ եւ առաջ մեր խիզախ գործընկեր լրագրողների մասին է, որոնցից մի քանիսին նույնիսկ անվանապես եմ ուզում նշել. Սյուզի Բադոյան, Լիա Սարգսյան, Կորյուն Սիմոնյան, Անի Գևորգյան եւ մեր այլ գործընկերներ Մերի Մանուկյան, 168-ի լրագրողը այնտեղ, լրագրողները, լրագրողական խմբերը, որ այդ օրերին հերթապահեցին, որոնք բոլորը կարողացան ժամանակին քողազերծել ԿՊ-ի եւ ԿՊ-ի տեխնացու Սարիկ Մինասյանի ворքերը հնարավոր խախտումները բացահայտեցին։ Լրատվամիջոցները ոչ միայն մեծ տեղեկություններ էին տալիս քվեարկության ընթացքի եւ այլնի մասին, այլ նաեւ իրենց հիմնական ֆունկցիան էին կատարում, հանրային վերահսկողության ֆունկցիան, ինչը որ չափազանց կարեւոր է եւ դրանով օգնում էին եւ հանձնաժողովներին եւ նաեւ դիտորդներին։ Օրինակ այդ կեղծ շտաբերից մեկը լրագրողները հայտնաբերեցին։ Լրագրողները հայտնաբերեցին, այնուհետև Հայաքվեի դիտորդական առաքելության ներկայացուցիչները գնացին եւ ավելի ինստիտուցիոնալ այդ արձանագրումները ֆիքսեցին, բայց բացահայտում եղավ լրագրողական համայնքի կողմից, ինչը որ շփազանց կարևոր էր։ Կային լրագրողներ եւ կային կեղծ լրագրողներ, ասենք CVKM-ը կար, որը այնտեղ եւ լուսաբանում էր, բայց այդ CVKM-ի նախկին լրագրող եւ ներկայումս ԿՊ-ական կարկառուն մի դեմք Գյումրեցի, այդ ԿՊ-ի շտաբի լրատվության պատասխանատուն էր, որը փորձում էր իդեպ նույն Վիլեն Գաբրիելյանին հետևողականորեն հետ պահել լրագրողները։ Վիլենը այդպես ճամփեց։ Նույնը վերաբերում է այո դիտորդական առաքելությունների նախ եւ առաջ Հայաքվեին, որովհետեւ մնացած բոլորը, օրինակ Դանիել Հովհաննիսյանը ղեկավարած դիտորդական առաքելությունը, դրանք բոլորը կեղծ դիտորդական առաքելություններ են։ Բայց պարլամենտարիզմի կենտրոնի մեր դիտորդական իրենք Հայաքվեի հետ էին։ Գոհար Մելոյանի պարլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը եւ երիտասարդական ակումբների դաշնությունը միասին Հայաքվե բրենդի տակ
բոլոր 82 տեղամասերում եւ նաեւ Փարաքարի 18 տեղամասերում յուրաքանչյուրում երկուական դիտորդ են ունեցել, որոնք էական դեր են կատարել, այո, ընտրախախտումների բացահայտման, ԿՊԱ-կան վստահված անձանց ավելորդ ակտիվությունը ճնշելու հարցում եւ պիտի նաեւ արձանագրենք, որ ընտրախախտումների հին ու ավանդական ձևերին, այո, ինչպես քիչ առաջ իրավացիորեն նշեցիր, smart ընտրախախտումներ են գումարվել, ասենք օրինակ ամեն կերպ խոչընդոտում են բաց քվեարկություններն արձանագրելուն, երբ տասնյակ այդպիսի դեպքեր են արձանագրվել։ Իմիջիալս մի հետաքրքիր համատարած ուղղորդումներ են եղել տեղամասերի դիմաց, ասեմ քեզ։ Հետո իմացա, որ ձայների հաշվարկի ժամանակ դե հանձնաժողովները, երբ որ հանձնաժողովի նախագահը հանում արխից ծրարը, դրա մեջից քվեաթերթիկը, դե on-line հեռարձակվում է, չէ՞։ Այնտեղ եղել են պատրված, ճմրթված տենց քվեաթերթիկներ, ծալված։ ԿՊ-ի քվեաթերթիկների մեծ մասը ծալված է։ Դա պայմանական նշան է։ Այո, դա նույնականացման ձև է, այսինքն մարդը ասում է, ես կծալեմ աջ վերևի աջ անկյունից։ Կիմանաք, որ դա իմ քվեաթերթիկ կա, մեր կոլեկտիվը ծալելու է, չէ, երկրորդ պոլիկլինիկայի կոլեկտիվը ծալելու է վերևի աջ անկյունից։ Հետո պիտի հաշվես տեսնես, դրանք բոլորը պիտի անվավեր ճանաչեն։ Բոլորը։ Այո, որը նույնականացման էլեմենտ է, ու փորձել են ճանաչեն, ու Վահագն Հովակիմյանը, որը կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ ԿՊ-ից ինքն իրան ընտրելով Նիկոլ Փաշինյանի օգնական, հեռախոսով կարգադրում է հանձնաժողովներին, որպեսզի այդ քվեաթերթիկները համարվեն վավեր։ Իդեպ դրա իրավունք ինքը չունի, որովհետև ըստ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի քվեաթերթիկի վավեր կամ անվավեր լինելու վերաբերյալ յուրաքանչյուր քվեաթերթիկին առանձին որոշումը կայացնում է տեղամասային ընտրական հանձնաժողովը։ Ուրիշ որևէ մարդ բնության մեջ մարմին գոյություն չունի, որ այդ որոշումը կայացնելու իրավասությունը ունենա։ Կարող է հետագայում որևէ վստահված անձ բողոքարկի այդ արդյունքները, բողոքարկման հանձնաժողովը այլ որոշում կայացնի, բայց այդ պահին քվեաթերթիկի վավեր լինելու վերաբերյալ որոշում կարող է կայացնի միայն տեղամասային ընտրական հանձնաժողովի ընդդիմադիր անդամները։ Այդ որոշումը, որ կայացնում է տեղամասային ընտրական հանձնաժողովը, յուրաքանչյուր անդամ, իսկ որպես կանոն ընդդիմադիր անդամները վերապահումներ են ունենում եւ գրանցամատյանում գրառում են անում։ Գնում են բողոքարկում են, այո, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, որը միավորում է բոլոր 82 ընտրատեղամասերը։ Վահագն Հովակիմյանը ով է, որ նմուշ սահմանի, ասի, եթե սենց են ծալել, դա վավեր եք համարում, եթե դեպի աջ են ծալել վավեր է, եթե դեպի ձախ անվավեր է, օրինակ։ Բանը այն Շիրակի մարզպետը, որը նաեւ ԿՊ-ի շտաբի ղեկավարն էր, խոստովանեց էլի մեր հարգարժան լրագրողների հարցերի ճնշման տակ, որ ինքը գտնվել է տեղամասում ձայների հաշվարկի ժամանակ։ Քվեատուփի կողքը։ Եվ հարցում են դուք ընդեղ եք եղած, ասում հա, բայց արդեն քվեատուփը փակ էր, բաց էր, չգիտեմ։ Մի րոպե հարց։ Դու ընդեղ ինչ գործ ունես, պարոն մարզպետ։ Նա ցուցակում կար։ Չէ, տեխնացու չի։ Եթե տեխնացու չի, իրավունք չունի ներկա լինելու։ Եթե տեխնացու է յուրաքանչյուր քաղաքական ուժից առավելագույնը 1 հոգի կարող է լինել ձայների հաշվարկի ժամանակ, ոչ ավել։ Բայց ինքը ընդհանրապես այսինքն եթե տեխնացու չի, նա ուրեմն ապօրինաբար է ներկայ ասում, դա դրա այդ հանգամանքներն էլ է պետք է հաշվի առնել։ Այսինքն դիտորդների արձանագրած ընտրախախտումները այնքան շատ էին, բազմազան ու նորովի, նոր տեսակներ, որոնք աննախադեպ են։ Ընդ որում սա այն դեպքում, երբ որ սահմանադրական փոփոխությունից հետո երբ որ ընդունվեց նոր ընտրական օրենսգիրքը, սահմանադրական օրենք որպես, այն քննարկվել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի հետ, այսինքն դրա ընդունման նախագծի մշակման գործընթացը, ոնց որ մեր սահմանադրության նախագիծը ու բոլոր սահմանադրական օրենքները քննարկվել են Վենետիկի հանձնաժողովի հետ, եւ այնտեղ արդեն այնց ինստիտուցիոնալ մեխանիզմներ ա դրած, որ քվեարկության օրը տեղամասում խախտումներ անելը հասցված է մինիմալի։ Դու որ ասում ես Վենետիկի հանձնաժողով, դու մոռացել ես, որ Ջանի Բուկիկյոն նախկիններից նվերներ էր ընդունել եւ նա կոռումպացված է, նա թալանչի է։ Էդի ըստ Ջանի Բուկիկյոն թալանչի է։ Վենետիկի հանձնաժողովին հղում մի արա դու։ Բայց այդ քո ասածը, դա քո տեսակետը չի։ Դա նույն Վահագ Հովակիմյանի տեսակետն է, որ իրան եմ մեջ բերում։ Ես հենց իրան էլ մեջ բերում եմ դասականներին։ Ադամանդակուր ասում է բան ստացել, ինքը ընդամենը ստացել է պատվո շքանշան Հայաստանի Հանրապետությունից, որը որ իր վրա ոչ մի ադամանդի քար չի կրում, այսինքն սովորական։ Ինչ շատ հետաքրքիր է այդ հարցի շուրջ, ինչ կարծիք ունի տասնամյակներ շարունակ նրա հետ ինստիտուցիոնալ առումով գործակցած Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը։ Ինչպես կարձագանքեր այս տխմարաբանությանը։ Կարծես թե որևէ կերպ չի արձագանքել եւ ընդհանրապես նրա ձայնը լսելի չի։
այս ամենի շուրջ։ Հիմա որ ամիսն է։ Մեղուների համար է սա։ Հիմա մեղուները պատվալից պիտի հանեն։ Արդեն ծառերը արդեն ծաղկում են, ծիրաներները բան մեղուն։ Ամփոփելով մեր այս զրույցը եւս մեկ անգամ արձանագրենք, որ գնդակը այս բանին ընդդիմության դաշտում է կատարելապես։ Ժողովուրդը արել է իր ընտրությունը եւ որևէ ընդդիմադիր գործիչ չփորձի դարձյալ ԿՊԱ-ական քաղաքապետ կարգելով մեղքը գցել գյումրեցիների եւ ժողովրդի գրպանը։ Գյումրեցիները իրենք չեն ների։ Ես վստահ եմ, որ եթե մի հերթական գործարքի, պայմանավորվածության, դանդաղման, ինտրիգի եւ այլնի հետևանքով Գյումրիում իշխանությունը զիջվի, ապա գյումրեցիները եւ ընդհանուր առմամբ հայ ժողովուրդը սրբելու է բոլոր քաղաքական ուժերին առանց բացառության։ Ճիշտ է։ Սրբելու է, որևէ տարբերություն չդնելով իշխանության եւ ընդդիմության միջեւ, այդպես չպետք է լինի։ Գյումրեցին իր ընտրությունը կատարել է եւ շանս է տվել քաղաքական ուժերին առաջադրված արձանագրելու իրենց տված քվեները։ Եթե հիմա քաղաքական գործիչները այս դժվար պատասխանատու պահին չկայացնեն խելամիտ որոշումներ, ապա նրանց չի կարող փրկել ոչ ոք, անգամ Pantera Security մասնավոր պահնորդական ընկերությունը։ Իսկ Pantera Security-ն կարող է փրկել եւ պաշտպանել բոլոր նրանց, ովքեր ունեն թանկ ու արժեքավոր գույք, տարածքներ, post, բեռներ, ունեն դրանց պահպանության, ուղեկցման կարիք եւ դա կարող են իրականացնել ինչպես առցանց, այնպես էլ ավանդական մեթոդներով, հրաշալի, փորձառու, բանիմաց եւ ուժեղ անձնակազմի միջոցով, որի ծառայությունների մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ Pantera.am կայքից, իսկ համագործակցության համար զանգարել 53 78 50 հեռախոսահամարով։ Այսքանը հարգելի հեռուստադիտողներ, հետևորդներ, սա երկու ճակատ ոդքասթի 82-րդ թողարկումն էր 168 ժամի YouTube-յան էջում։ Էդգար Ղազարյանը եւ Դավիթ Սարգսյանը ամփոփեցինք եւ վերլուծեցինք շաբաթական լրահոսը, դա ձեզ համար կանենք նաեւ մյուս ուրբաթ 21-ից 21-ին։ Ցտեսություն։